Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում այսօր շարունակվել է կառավարության նարընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի դեմ Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի կողմից ներկայացված հայցադիմումի քննությունը։ Հայցվոր կողմը գտնում է, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ Արմեն Ալավերդյանի հայտարարությունը խախտել է իր անմեղության կանխավարկածը։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում ընթացող Նարեկ Հարթունյանն ընդդեմ Արմեն Ալավերդյանի գործով նիստը նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը դատական նիստը չխանգարելու պատճառաբանությամբ չթույլատրեց նիստը նկարահանել։ Նարեկ Հարթունյանը հայց է ներկայացրել վարչական դատարան եւ պահանջում է, որպեսզի դատարանը պարտավորեցնի Արմեն Ալավերդյանին հրապարակային հերքի իր հասցեին արված մեղադրական հայտարարությունները։ Հայտարարելով այդ ամեն ինչը ուզում է հանրային գարձիկ ստեղծել, այսինքն միդումնավոր վատ չոր դրամատիություն ստեղծել իմ նկատմամբ երևի, այդ է, թե ոչ երբ որ նույն գործը մինչև այսօր թեր քրեական դատավարություն է գնում այդ ուղղությամբ, ոչինչ դատարաններում գնում է, այսինքն նախքան հայտարարություններ անել, ինչ է նշանակում։ Փետրվարի 24-ին տեղի ունեցած Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի կազմակերպած հեռուստակամուրջի ընթացքում Արմեն Ալավերդյանը մեղադրական հայտարարություն է արել, խախտելով Նարեկ Հարթունյանի անմեղության կանխավարկածը։ Նարեկ ուրեմն Հարթունյանի այդ գործը տիպիկ այն մեր հայերի գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր ու ցավոք սրտի այդ նորմալ երևույթը ուղեկցվում է ուրեմն հարկերը չվճարելու։ Տվյալ անձի կողմից ներմուծվել է Ռուսաստանի Դաշնությունից մակարոնեղեն եւ ալյուր 3 տարի շարունակ, որի արդյունքում ամբողջ շրջանառությունը ցույց չի տրվել այն գնով ինչ որ եղել է։ Հիշեցնենք, որ պետեկամուտների կոմիտեն GH Storage Enterprises ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանին մեղադրում է խոշոր չափերի հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացնելու մեջ։ Հայցվորի ներկայացուցիչը նշում է, որ քրեական գործը դեռ վիճարկվում է։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալը միտումնավոր շտապողականություն է ցուցաբերել եւ տպավորություն է ստեղծել, որ մեղադրանքը արդեն հաստատվել է։ Պետության անունից խոսող մարդը արդեն պետության անունից հայտարարել է, որովհետև ինքը անձնական կարգավիճակով չէր այդ ելույթ ունենում, ինքը ի պաշտոն էր ելույթ ունենում, հետևաբար ներկայացնում էր եւ իր գերատեսչությունը եւ պետությունը։ Մեր պահանջը նաեւ որպեսզի նախ հերքվեն այն տեղեկությունները, որոնք դուք տեսաք տեսագրության մեջ։ Պատասխանողի ներկայացուցիչ Մհեր Հակոբյանը դատարան ներկայացրած հեռուստակամուրջի տեսանյութը դիտելուց հետո նշեց, որ Արմեն Ալավերդյանի խոսքի կառուցվածքի տեսանկյունից որոշակի անհարթություններ կան եւ այդ անհարթությունները հիմք չեն տալիս կարծելու, որ այս դեպքում կա մարդու անմեղության կանխավարկածի խախտում։ Քննարկվող դեպքում հաշվի առնելով երևույթի առանձնահատկությունները անմեղության կանխավարկածի խախտում ես չտեսա։ Հաջորդ դատական նիստը տեղի ունենալու նոյեմբերի 1-ին։ Արթուր Հակոբյան, Արթուր Սուքիասյան, Էպիկենտրոն։